Շուրջ նրանից, որ ես կողմ եմ ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտների պետական սեփականություն հանդիսանալուն, բայց դրա համար գոյություն ունի ազգայնացման մասին պրոցես ու գաղափարաբանություն։ Ես կողմ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունվի ազգայնացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, նախապես հանրահռչակվի բոլոր այդպիսի ռազմավարական նշանակության օբյեկտների ազգայնացման մասին գաղափարները, որպիսի պոտենցիալ ներդրողները, այդ թվում արևմտյան ներդրողները, գիտակցեն, որ Հայաստանում գոյություն ունի իրավունքի ուժ եւ Հայաստանում պաշտպանված են բոլոր ներդրումները։ Այս սրանով ինչ մեսիջ տվեց Նիկոլ Փաշինյանը, այդ թվում արևմուտքին, որ երբ ինչը պետք եղավ կխլեմ ձեզանից։ Հակառակը, մենք կողմ ենք վերցնելուն։ Գնացեք գնահատում իրականացրեք, մարդկանց հետ մարդավարի բանակցեք, շուկայական արժեքը որոշեք, փոխհատուցումը տրամադրեք ու վերցրեք։ Ինչ վերաբերվում է արևմուտքի մերձանալուն կամ արևմուտքի առաջ կապիտալը բացելուն կամ ԵԱՏՄ-ից հեռանալուն, այստեղ ես եկեք նորից երկար պատասխանեմ։ Ինչ է ասել կամ ինչ է նշանակում արևմուտքի կապիտալի առաջ Հայաստանի դարպասները բացելուն։ Ով է դեմ դրան։ Ես ամենայն դեպս դեմ չեմ։ Ես հակառակը միայն կողմ կլինեմ, որ արևմուտքը Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնի։ Ուր են այդ ներդրումները։ Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ վերջին Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին համենայն դեպս չկան։ 2 օր առաջ էի հենց վերջին 5 տարիների ներդրումային վարկագիծը ուսումնասիրում, անընդհատ յուրաքանչյուր տարի ներդրումները բացասական են։ 21 թվականին 12 միլիարդով էր բացասական, հետո 58 միլիարդ, հետո 307 միլիարդ, այսպես անդադ շարունակական Հայաստանում ներդրումները բացակայում են։ Ուր են արևմուտքի ներդրումները։ Կամ որ ասում եք, արևմուտքը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, Նիկոլ Փաշինյանին արևմուտքն էլ է պաշտպանում, Ռուսաստանն էլ է պաշտպանում, Թուրքիան էլ է պաշտպանում։ Նիկոլ Փաշինյանը բոլորինն է, բացի Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ազգինը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը նշանակում է ուղակի կտրել այն ծառի ճյուղը, որի վրա նստած ենք։ ԵԱՏՄ-ից դուրս գալ այն պարագայում, որ չկա այլընտրանքը, չի կարելի։ Ստեղծեք այլընտրանքը, խնդրեմ դուրս եկեք, ով է խանգարում ձեզ։ Իրացածն էլ գուցե դա է, ստեղծեք այլընտրանքը, մասնակցեք այլընտրանքին։ Հիմա շատ հետաքրքիր հարցի ասանք։ Հիմա խոսում ենք ԵԱՏՄ կամ ԵՄ առճակատման մասին, ԵՄ ընդունում է Հայաստանի Հանրապետությանը։ Մի քանի օրինակ բերեմ։ Թուրքիան 20 տարուց ավել ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ստացվում է ոչ։ Հզոր տնտեսություն, շատ ավելի կառուցարկ կարգերի փոփոխություն է կատարել, քան Հայաստանի Հանրապետությունում։ Վրաստանը փորձեց, ինչ ունեցավ։ Ունեցավ տարածքային կորուստներ, մենք այսպես չպետք է միայն դիտարկենք, որն է ավելի լավ։ Այդ թվում պետք է սպառնալիքները եւ վտանգները դիտարկենք։ Ռուսաստանը միգուցե վատ բարեկամ է, բայց վստահաբար շատ վատ թշնամի է Ռուսաստանը։ Ունեցավ Վրաստանը տարածքային կորուստներ, այնուհետև սկսեց այդպես արևմուտքին մերձանալու քաղաքականությունը դանդաղեցնել, սկսեց։ Մոնտենեգրոն 20 տարուց ավել սպասում է Եվրոպայից հետո, արևելյան Եվրոպայում է 28 թվականին հազիվ հերթը կարող է հասնել։ Այսինքն ԵՄ անդամ դառնալը ժողովուրդ պետք է մենք շատ այդպես գնահատենք նախ ԵՄ ցանկանում է որ մենք իրենց անդամ դառնանք, թե չէ, երկրորդ չի կարող որևէ միջազգային կառույց, վերպետական, որևէ պետություն չի կարող ուղղակի որևէ մեկի գեղեցիկ աչքերի համար նրանց վերցնել ու տանել իրենց մոտ։ Եվ տանել ծախսանը խոստացեք, նշանակում է մենք գինը որ շուկաները, չկա այդպիսի շուկա, դրանք կեղծիքներ են, չկա այդպիսի բան։ Ես դրա համար ցանկացած դեպքում ասում եմ, ինչ գինե վճարում օրինակ Մոնտենեգրոն։ Մոնտենեգրոյի ընդերքի այդպես վաճառք արևմտյան կապիտալին հենց հիմա տեղի ունենում։ Այսինքն գինը եկեք հասկանանք, որն է միգուցե ԵՄ անդամ դառնալու դե նախ Հայաստանի Հանրապետության առաջիկա 30 տարում հնարավորություն էլ չունի, այսինքն դրանք միֆեր են, կեղծիքներ են, այդպիսի բան չի լինելու, բայց հիպոթետիկ կերպով եթե ենթադրում ենք, որ հնարավոր է ԵՄ-ին միացումը, ապա մենք ճշտել ենք, թե չէ, կարող է անդերքը պետք է վաճառենք իրենց, կարող է հեծը պետք է վաճառենք իրենց, արարացեմենտը վաճառենք, տարբեր ինչ ռազմավարական նշանակության օբյեկտներ ունենք, վաճառենք արևմուտքին։ Հիմա մեր համար ի՞նչ տարբերություն ու մենք վաճառում այդ դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությանը չի։ Ես նորից եմ կրկնում, կողմ եմ, որ ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները պատկանեն բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Մնացած բոլոր տեսակի խոսակցությունները ինձ համար անընդունելի են, դա կլինի Ռուսաստանը, դա կլինի Ամերիկան, թե Եվրոպան, ինձ չի հետաքրքրում, որովհետև իմ երկրի, իմ ազգային հարստությունը, իմ ժողովրդի բարեկեցությունն ապահովող հարստությունը տրվում է այլ երկրի։ Սա անթույլատրելի է ինձ համար։ Նորից անդրադառնալով ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ԵԱՏՄ-ից դուրս գալը անթույլատրելի է, որովհետև այլընտրանքը 8 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել։ ԵՄ շուկան Հայաստանի համար չի կարող բացվել, բացառությամբ շատ այդպես, եթե տեղի ունենա
գիտություն եւ պետություն արդյունավետ եւ գործարար համայնք արդյունավետ համագործակցություն, միգուցե մենք ստանանք այնպիսի արտադրանք, որ կարողանանք Եվրոպայում վաճառել։ Եկեք հերթով թվարկելով գալիս եմ։ Դուք հավատում եք, որ հայկական դեղը կարող է գերմանական դեղից լավ վաճառվել Գերմանիայում, որակին համադրության առումով։ Դուք հավատում եք, որ հայկական կոնյակը շատ ավելի լավ կվաճառվի ֆրանսիական սուպերմարկետներում։ Դուք հավատում եք, որ իտալական կոշիկը եւ իտալական հագուստը կամ գինին կստորադասվի հայկական նմանատիպ արտադրանքին։ Չկա այդպիսի բան, չի կարող դա լինել, որովհետեւ հենց հիմա Եվրոպայում գոյություն ունի այդպես տնտեսական անկման բոլոր գործոնները համենայն դեպս, այսինքն վաղ թե ուշ Եվրոպան մտնում է ռեցեսիայի փուլ։ Խնդիրը առաջանում։ Չունենք առաջարկելու Եվրոպային։ Դառնում է, որ ոչինչ չունենք եւ այդպես տարիներ շարունակ ոչինչ չենք ստեղծել։ Այո, չենք ստեղծել։ Տեսեք, սկսենք ամենաէլեմենտարից։ Սկսենք նույն օրինակ վերամշակող արդյունաբերության, սննդի արդյունաբերությունից սկսենք։ Ինչ կարող ենք Եվրոպային մենք վաճառել։ Ծխախոտ եւ սնունդ ու խմիչք համադրության մեջ, հետո կարող ենք ավելի զարգացնել։ Եվրոպացիներին արդյոք հայկական խաշը կարող է գրավել այդպես կամ ձկնեղեն, ձկնամթերքը, որ ծովից իրենք են արդյունահանում։ Չեմ կարծում։ Գոյություն ունի ճաշակ, գոյություն ունեն համայն ռեցեպտորներ, գոյություն ունեն, որում դրանք դարերով ձևավորված։ Այսինքն մարդը, երբ որ ծնվում է իր ընտանիքում որոշակի սննդից օգտվում է, շատ կա չէ Հայաստանում այսպիսի խոսույթ, որ մամայի պատրաստած տոլման ուրիշ է։ Բոլորի մամաները վստահաբար տարբեր ձև են, չէ՞ տոլմաների եփում։ Բայց նոր ծնված երեխա ժամանակահատվածից ինքը իր մամայի ձեռքի պատրաստածն է կերել եւ այդ համին է ինքը ավելի հակված։ Արդյոք մենք, այսինքն եթե մենք ցանկանում ենք սնունդ վաճառել Եվրոպային, ապա պետք է հասկանանք, որ 20-30 տարի գործ ունենք այնտեղ անելու, որ 30 տարի հետո կարողանանք սնունդ վաճառել։ Ծխախոտ կարող ենք Եվրոպային վաճառել։ Չի կարելի անուններ թվարկել, բայց Մալբորոն այդպես հանգիստ խելոք նստած էր, որ հայկական արտադրության Արարատ կամ այլ տեսակի ծխախոտները գնային մտնեն եվրոպական շուկան գրավեին։ Ինչու ենք կարողանում Ռուսաստան վաճառել, որովհետև Ռուսաստանում չեն արտադրում շատ արտադրատեսակներ, եւ դա աշխարհի կառուցվածքի, աշխարհի այդպես կարգն է այդպիսին ազդեցության գոտիները սահմանել։ Դրա համար ենք կարողանում վաճառել, հակառակ դեպքում մենք այնտեղ էլ չենք կարողանալու վաճառել։ Ստանանք արտադրանք, որը որ միայն մերն է, սա էլ արդեն պետք է գիտության արագ զարգացում, նորագույն տեխնոլոգիաներ, թվային տնտեսություն եւ այլն եւ այլն։ Հիմա եկեք մրցունակությունները միմյանց հետ համադրենք։ Եվրոպան է ավելի առաջատար այս ոլորտում, թե Հայաստանի Հանրապետությունն է ավելի առաջատար։ Ինչ է կատարել տնտեսության նորացման, նորարարական գաղափարների համար, որպիսի թեկուզ հավատ ունենակ, որ 10 տարի հետո կարող եք որևէ պրոդուկտ վաճառել, չեն արել որևէ բան։ Այսինքն այս խոսույթները բերել մցրել են քաղաքական դաշտ, հասարակական դաշտ, սրանք միֆեր են, կեղծիքներ են, ու մենք սկսում ենք անդադ միմյանց հետ քննարկել մի բան, որը գոյություն չունի։ Ժողովուրդ, Հայաստանի եմին մերձեցում գաղափար գոյություն չունի, սրանք խապկանքներ են, սրանք սուտ են։ Վստահաբար հայտարարում եմ, 30 տարի դեռևս չի լինելու նման բան։ Հայաստանը Թուրքիայի ազդեցության գոտի մտնելու, Հայաստանը Թուրքիայի ազդեցության տակ մտցնելու, Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ կախյալ դարձնելու, այո կա։ Այո, հենց հիմա Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ մտնում է Թուրքիայի ազդեցության գոտի։ Էներգետիկ առումով, փորձում են վառելիքային առումով, նույնիսկ հացահատիկը, ասում են դեռ Ռուսաստանից չբերենք ցորենը, Թուրքիայից կբերենք, տեսեք, անմեղսունյակության աստիճան ուղակի տեսեք էլի։ Ամբողջ աշխարհում 3 հսկայական խոշոր արտահանողներ կան՝ Ռուսաստան, Ուկրաինա եւ Կանադա։ Ցորենի եւ ալյուրի արտահանման մասին է խոսքը։ Բնական է, չէ, որ Կանադայից մենք չենք կարողանա համապատասխան չափի ցորեն բերենք, որովհետև նախ ավելի թանկ է լինելու։ Միայն լոգիստիկան հաշվի առած ավելի թանկ է լինելու։ Ուկրաինայի ցորենի դաշտերի մի հատվածը արդեն վերահսկում է Ռուսաստանի կողմից, հաջորդ հատվածն էլ մենք գիտենք ինչ է կատարվում Ուկրաինայում եւ նույնիսկ ներքին այդպես պահանջարկի բավարարման խնդիր ունի, այստեղ շատ լուրջ խնդիրներ կան։ Մնում է մի տարբերակ։ Թուրքիան Ռուսաստանից առնի վերավաճառի Հայաստանին։ Մենք ոնց որ գիտեք, ոնց որ այդպես թերհաց երեխաներ լինենք։ Ասում ենք Ռուսաստանից ուղիղ առևտուրը մեզ ձեռնտու չի, մենք Ռուսաստանից կախման մեջ ենք, թող Թուրքիան էլ մեջը փող աշխատի, թանկացնի ալյուրը, հետո նոր մենք կառնենք, սա նորմալություն է ուղղակի։ Այսինքն մենք բոլոր այդպիսի երևույթներին գնահատական տալուց առաջ, ԵՄ թե ԵԱՏՄ այդ կեղծիքների մասին է խոսքը էլի,
Արևմուտք թե Ռուսաստան, թե ընդհանրապես հարավ, սրանք էլ են կրկին կեղծիքներ։ Մենք պետք է ամեն ինչի հիմքը կարողանանք ճշգրիտ պատկերացնենք, ինչը որտեղից կարող ենք ձեռք բերել ավելի մատչելի եւ ավելի որակյալ, ինչը որտեղ կարող ենք արտահանել ավելի մրցունակ, որպեսզի կարողանանք մեր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծենք, ում հետ կարող ենք անվտանգությունը Հայաստանի կառուցել ու վերջում, բայց ով է եկել մեր ձեռքը բռնել, որ Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի 50%-ից ավելին չի մշակում, որ մենք մշակենք, ով է մեր ձեռքը Կամ բռնել։ կարկտային կայաններ ունենանք, որ կարող Այո, այսինքն Ռուսաստանը ասել է կառավարությունն այ հանկարծ հակակարգտային կայան չկառուցես այնտեղ, հանկարծ ոռոգման համակարգ չկառուցես, հանկարծ ջրամբար չկառուցես, այդպիսի բաներ են ասել, կամ հրաշալի բնություն ունենք Տավուշի մարզում, Բերդի տարածաշրջանում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ որ կարող են դառնալ ուղղակի Շվեյցարիայից շատ ավելի պահանջարկ վայելող տուրիստական զոնաներ, շատ ավելի, եթե այդպես տուրիստական լավ առաջարկ ներկայացնենք, վստահեցնում եմ ձեզ, շվեյցարյան գերադասողները արդեն կարծիքները կփոխեն Հայաստանը գերադասողների։ Չկա ջուր, չկա էլեկտրականություն, չկա գազ։ Որևէ մեկը արգելել է այնտեղ, որ 2 հատ կաբել քաշել, որպեսզի հոսանք լինի եւ կարողանան այնտեղ հյուրանոցային զոնաներ կառուցեն, թե ոչ։ Իհարկե ոչ, այսինքն ես գիտեք ինձ ինչն է հունից անում, որ սիրում ենք մենք այսպես մեղավորներ դատարկ դրսում ձեռքով նստել, ընդհանրապես չաշխատել, բարիք չստեղծել, հետո ասել, «Էս ինչը մեզ խանգարեց»։ Ինձ որևէ մեկը խանգարել է, որ ես գնամ բիզնեսով զբաղվեմ, իհարկե ոչ մեկ չի խանգարել։ ներսում են խանգարում։ Որտեղ են խանգարում, ով է խանգարում։ Ինձ որևէ մեկը չի խանգարել։ Ստեղծիր, տեսեք, ցանկացած գործողություն, այդ թվում տանից դեպի դպրոց գնացող ճանապարհին լինելու են խոչընդոտներ։ Կարող է լինել անտեր շուն, կարող է լինել ինչ-որ ոչ adekvat ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձ, կարող է լինել տարբեր խոչընդոտներ կարող են հանդիպել։ Ինչ, այսինքն մենք ասենք, չէ, վտանգավոր է, ես դպրոց չգնամ, բիզնեսում կա մրցակցություն, շատ սուր մրցակցություն։ Այո, բայց հենց դրա համար մրցակցություն, եթե չլինի, դա զարգացման, աճի ապահովման հիմքն է, դու էլ չես զարգանա եւ չես կարող բարիք ստեղծել։ Մրցակցություն, որ չլիներ, գիտությունն ու տեխնոլոգիան այսքան կզարգանար, իհարկե ոչ, չէ՞ որ մրցակցությունն է ամեն ինչի հիմքը։ Այսինքն մեզ որևէ մեկը որևէ բան չի արգելել։ Այո, խոշոր խաղացողներ կան, աշխարհում կան այդպես դերաբաշխումներ, այո, այդտեղ մեր մուտքը արգելված է։ Մենք հասկանում ենք դա, որ արգելված է։ Օրինակ, մենք չենք կարող ատոմային էներգիայի կամ ընդհանրապես ատոմային որևէ երևույթի հետ կապված բիզնեսում կլինի, թե անվտանգային համակարգումի մուտք գործել, բայց կարող ենք գյուղատնտեսություն զարգացնել, կարող ենք արդյունաբերություն զարգացնել, կարող ենք որակյալ ծառայություններ, կարող ենք Հայաստանը դարձնել աշխարհի top 10 զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Իհարկե կարող ենք, եւ այդտեղ որևէ մեկը մեզ չի խանգարելու։ Ինչու ենք մենք կպնում, Ամերիկան խանգարեց, ռուսամետներն ասում են Ամերիկան է խանգարում, ամերիկամետներն ասում են Ռուսաստանն է խանգարում, ոչ, սիրելի ժողովուրդ, ոչ մեկ մեզ չի խանգարում, մենք ալարում ենք աշխատենք, այսքան բան։ Իսկ ընդդիմադիրներն ասում են, որ այդ ամենին խանգարում է Նիկոլ Փաշինյանը եւ Սամվել Կարապետյանը խոստանում է լինել հաջորդ վարչապետը, որպեսզի երկիրը կարողանանք հանել այս Նիկոլ Փաշինյանը իրապես խանգարում է, Նիկոլ Փաշինյանը խանգարում է ոչ թե Հայաստանում գտնվող անձերին, այլ ընդհանուր խոշոր ներդրումներին։ Նիկոլ Փաշինյանը իրապես չարիք է Հայաստանի համար, բայց ասեմ նաև այդպես մերկապարանոց չհնչի իմ խոսքը։ Այո, Նիկոլ Փաշինյանը ինչպես է խանգարում Հայաստանի արևելյան սահմաններում շատ արոտավայրեր հանձնված են Ադրբեջանին, շատ գյուղատնտեսական նշանակության հողեր զրկված են ոռոգման համակարգերից, չկա, այսինքն պետությունը իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, որպեսզի ներդրողն էլ գնա մնացած ներդրի, այսինքն պետությունը պետք է, ինչպես է խոսում տուրիստական գոտի դարձնելու համար ենթակառուցվածքներ ստեղծելուց, պետությունը պետք է նույն էլեկտրականությունը պետբյուջեի հաշվին կաշի, պետք է գազ, ջուր եւ այլն բոլորը բերի մոտեցնի, ներդրողը գնա ներդրում կատարի։ Նիկոլ Փաշինյանը իր գործը չի կատարում, ներդրողը իր գործը չի կատարում։ Այսինքն այսպես կրկին մարդիկ տրամադրված չեն աշխատանքի, միմյանց մեղադրում են։ Բայց իմ կարծիքը անփոփոխ է Նիկոլ Փաշինյանի հարցում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիվ 1 սպառնալիքն է, Նիկոլ Փաշինյանից օր առաջ պետք է ազատվել, բայց այնպես չի, որ միակ սպառնալիք թիվ 1-ն է, բայց միակը չէ այս հարցում։ Եվ ինչպես պետք է փոխել ընտրություններով, երեք Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ցույց տվեցին այս ընտրությունները, որ ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չէ։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը
վերընտրվեց եւ ընտրություններով իշխանապողությունը հնարավոր է, ես կարծում եմ ու պնդում եմ նույնիսկ որ հնարավոր է ընտրություններով, այո, չէ, պարտադիր չի ընտրություններով, բայց ընտրություններով եւս հնարավոր է եւ այստեղ պետք է յուրաքանչյուրս, այդ թվում ես, բոլորը անձամբ իրենց սխալների վերլուծություն կատարեն։